Նոյեմբերի 20-ից 30-ը լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 1990 դրամից։ Սև ուրբաթ, ուրեմն իդեալ։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում Կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Հայ-ամերիկյան պայմանավորվածությունները, որոնք տեղի ունեցան օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, մտել են ինտենսիվ իրականացման փուլ։ Ինչպես հայտնի է, օրերս Հայաստան, այնուհետև Ադրբեջան այցելեց Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Էլիսոն Հուքերը։ Զուգահեռաբար Վրաստանում էր գտնվում պետքարտուղարի ավագ խորհրդականը, Ասկոնասը, եւ այնտեղ էլ քննարկում էին, թե ինչպես Վրաստանը կարող է առնչվել այս տրիպի նախագծի հետ եւ ինչ օգուտներ ստանալ Վրաստանը։ Զուգահեռաբար Միացյալ Նահանգները ձևավորելով այս միջին միջանցքը նաև իրենց ջանքերով խթան են հանդիսացել օբյեկտիվորեն տարբեր ձևաչափերով երկկողմ եւ բազմակողմ գործընկերությունների համար։ Եւ հենց այս համատեքստում պետք է նաև դիտարկել Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Ղազախստան։ Ինչպես հայտնի է, Կենտրոնական Ասիայի հնգյակը լրջագույն այսպես մի մերձեցման process-ի մեջ է այդ տարածաշրջանում եւ տարածաշրջանային ձևաչափ է կազմավորում։ Եվ Ադրբեջանը եւս որոշում է ընդունել միանալ հենց այդ ձևաչափին։ Եվ այստեղ հարց է առաջանում, որ Ադրբեջանը չէ որ հարավային Կովկասում է եւ կենտրոնասիական պետություն չէ, եւ այստեղ հարց է առաջանում նաեւ Հայաստանի եւ Վրաստանի համար, իսկ մենք այստեղ խնդիր չենք տեսնում մեր համար, մեր ընտրանքը կատարելու հարցով, իսկ սա արդեն երկարաժամկետ ռազմավարություն պետք է դիտարկել։ Փորձենք այս հարցերը հասկանալ, նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում կան նորություններ, մենք դրան մեր արդեն այս ընթացիկ թողարկման ընթացքում անդրադարձել էինք, դա Ֆիդանի հայտարարությունն է եւ դրան ի պատասխան Արարատ Միրզոյանի հայտարարությունը։ Փորձենք հասկանալ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, մեր հյուրը Միացյալ Նահանգներից է, Նևադայի համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր Ներսես Կոպալյանը, բարև եք եկել, պարոն Կոպալյան, ուրախ եմ կրկին ձեզ տեսնել, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ողջույն, ես եմ շնորհակալ։ Դե ինչ, պարոն Կոպալյան, մեծ զարգացումներ կան Հայաստան, Միացյալ Նահանգներ հարաբերություններում, դա այդ բարձրաստիճան պաշտոնյայի փոխպետքարտուղարի այցն է Երևան եւ Բաքու եւ նաեւ այն որ Երևանում հայտարարեց, որ արդեն երկկողմ խմբեր են ձևավորվել եւ ինտենսիվ աշխատանք է ընթանում եւ նաեւ ի կատարումն այդ մեմորանդումներից մեկի ինտենսիվ զարգանում է հայ-ամերիկյան գործընկերությունը բարձր տեխնոլոգիաների եւ արհեստական ինտելեկտի ոլորտում եւ մենք արդեն կոնկրետ քայլեր ունենք, Միացյալ Նահանգները կանաչ լույս է վառել Dell եւ Nvidia ընկերությունների արտադրած սերվերների եւ չիպերի Հայաստան արտահանելու գործընթացի համար եւ Հայաստանը վերածվում է ըստ էության դրանով իսկ տարածաշրջանային կենտրոնի։ Ձեր գնահատակը։ Նայեք, մոտավորապես այս հարցը քննարկել էինք վերջին հարցազրույցին, մեկ ամիս առաջ ասացինք, որ
արտաքին գործի նախարարությունում այստեղ State Department-ում Միացյալ Նահանգները երկու տարբեր խմբեր է կազմել, որ աշխատում են Հայաստանի վրա։ Այսօր որ մենք քննարկում ենք եւ այս այցը մենք տեսանք, այդ երկու խմբերը իսկապես եկան Հայաստան։ Alison Hooker, որ եկավ, նա աշխատում է այս ամբողջ գործընթացը արագացնելու համար, բայց նույն ժամանակ նա փորձում է այն բոլոր հուշագիրները, որ Հայաստան Միացյալ Նահանգները հետ ստորագրել էին, դրանք իրականացնել։ John Askanass-ը, որ եկավ, նա իսկապես աշխատում է ամբողջ այս Թրամփի ճանապարհի վրա եւ այլ բոլոր նյուանսները, լոգիստիկաները, դետալները, որ պահանջում են այս ծրագիրը իրականացնել։ Ես ազգորեն մեկ շաբաթ առաջ Washington DC-ը ես այս թիմի հետ հանդիպեցի, իրենք Հայաստան մեկնելուց առաջ եւ հագին քննարկեցինք այն ծրագիրները, որը ներկայիս իրանք են քննարկում Հայաստանի հետ ամբողջ այս օգոստոսի 8 հասկացությունների հետ կապված եւ երբ ենք այդ ճանապարհը իրականացնելու եւ ոնց է Միացյալ Նահանգները նախատեսել այդ ճանապարհը ավելի լայն մասշտաբով ներգրավվածելի Միացյալ Նահանգների ռազմավարության մեջ այդ առումով Alison Hooker-ի այցը կարևոր այց է որ առումով որ հիմքային այց է սա ամենառաջին ամենակարևոր պրակտիկալ այցներ որտեղ հասկացան աշխատանքային խումբերը ոնց են աշխատելու որն է լինելու օրակարգը Ընդեղ գումարային քննարկումներ եղան, շատ դրա մասին չեմ կարող խոսամ, բայց միացյալները արդեն ահագին մեծ գումարներ են նախատեսել, որ հատկացնելու է այս ծրագրին եւ Alison Hooker-ի այցի նպատակը, որ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները բոլորս նույն էջի վրա լինենք, այս ծրագրի հետ կապված հասկացողությունը, որ երկու կողմի հետ նույնը լինի եւ նույն ժամանակ նա գնաց մեկնեց Ադրբեջան, որ Ադրբեջանի հետ քննարկվի ոնց է այս ծրագրերը իրականացվելու։ Ասել շատ կարևոր հանգամանք կա, որ պետք է նշեմ։ Անցյալում Ադրբեջանը ոչ ֆորմալ վետո ուներ այս գործընթացների վրա։ Այո, երբ որ ասենք Միացյալ Նահանգները ուզում են մի բան անել Հայաստանի հետ կամ առաջարկումներ ունեին, միշտ ասում էին, բայց մենք տեսնենք Վրաստան, տեսնենք Ադրբեջանը ինչ է ասում, կամ որն է Ադրբեջանի կարծիքը։ Եվ Ադրբեջանը շատ ժամանակ օգտագործում էր այդ կառույցը, որ խոչընդոտեր կամ խնդիրներ ստեղծեր։ Ներկայիս ամբողջ այդ համակարգը փոխվել է։ Միացյալ Նահանգները Հայաստանի այցից հետո գնալու է ոչ թե Ադրբեջանին ներկայացնի եւ իրենց կարծիքը ստանա կամ համաձայնությունը, այլ Միացյալ Նահանգները ներկայացնել է Ադրբեջանին, որ սա է որոշվել, սա է գործընթացը, տեղեկացված եղեք եւ ձեր կողմից շարունակեք ձեր կառուցողային քայլերը։ Այսինքն Alison Hooker-ի այցը այս առումով շատ կարևոր է սա նշել քաղաքական այց չէր։ Այո, այցի նպատակը, որ իսկապես հարաբերությունները ամրանում են, ծրագիրները իրականացվում են եւ արդեն մտնում ենք այն նյուանսների մեջ, որ ոնց պետք է ծրագիրները իրականացվի, ոնց է լոգիստիկայի խնդիրները լուծվելու, ոնց է ֆինանսավորման լուծումները լուծվելու, ոնց է կազմակերպվելու այս ամբողջ ընթացը եւ այլն։ Այդ այցի կարևորությունը դա էր։ Ասենք Askanass-ի այցը Վրաստան դա էր շատ կարևոր, որովհետև երկար ժամանակ մենք երբ ես իրենց հետ քննարկում էի Միացյալ Նահանգներում այս ամբողջ Հայաստանի ապաշրջման խնդիրը, այս տրիպ ճանապարհի խնդիրը եւ տարածաշրջանում այս ճանապարհների բացվելը, առևտուրը, կոմերցիալ հարաբերություններ եւ այլն, այստեղ միշտ Վրաստանի խնդիրը կար։ Որտեղ եթե Վրաստանը նեգոսացված լինի, տարածաշրջանը չի կարողանալու ամբողջ իր կարողությունները ինտեգրել գնա դեպի այդ համակարգի։ Այդ առումով հիմա Միացյալ Նահանգները շատ կարևոր քայլ է վերցնում։ Իրենք ուզում են Վրաստանին հասկացնեն, որ մենք այստեղ այս ծրագիրն ենք ձեռք բերել եւ իրականացնելու ենք։ Կամ դուք կարող եք միանալ, կամ կարող եք դուք դուրս գնալ։ Այո։ Եվ բնականաբար Թիֆլիսի համար հասկանալի է, պաշտոնական Թիֆլիսին գիտակցում է, որ եթե շարունակի տարածաշրջանի ծրագիրներից դուրս մնալ, եւ գիտակցում է, որ Միացյալ Նահանգները իսկապես ներկայիս ամենահզոր դերակատարն է դարձել տարածաշրջանում եւ այն ներդրումները, որ անում է, մնալու է ամենահզոր դերակատարը, Վրաստանի տրամաբանությունը եւ ռազմավարությունը պետք է փոխվի։ Askanass-ի այցի նպատակը, որ եթե կարողանանք Վրաստանին ներգրավենք այս գործընթացին,
այն խնդիրները, որ ժամանակի մեջ Հայաստանը ունենում է Վրաստանի հետ, կլինի սահմանում, կլինի իրենց ներքին քաղաքական խնդիրները փորձում են կապեն մեր քաղաքական խնդիրների հետ, կլինի ոնց ասեմ, բարի նախանձը, որ իրենց համակարգը ունի Հայաստանի ժողովրդավարական եւ առողջ համակարգի հանդեպ, այդ բոլորը բնականաբար խնդիրներ են ստեղծում ապագայում եւ ժամանակից ժամանակ ունենում ենք այս խնդիրները, բայց եթե Վրաստանը ներգրավված լինի այս գործընթացին, բնականաբար Հայաստանի համար ավելի հեշտ է լինում, մեր ապաշրջափակման կարողությունները, հավանականությունը ավելի հստականում է եւ այս ամբողջ լայն ռազմավարությունը, որ մենք երկրաժամանակ քննարկում ենք, ավելի հավանական է ոչ թե միայն իրականացվի, բայց ավելի առողջ ձևի աշխատի։ Այդ առումով բոլորի համար պետք է ակնհայտ լինի, որ այս այցը ոչ թե միայն սպეციფიկ է այս ճանապարհին, բայց այն լայն ռազմավարությունը, որ մշակել ենք եւ ներկայիս իրականացվում է։ Պարոն Կոպալյան, տեսեք, փաստորեն այս ընթացքում նաև տեղի է ունենում Ադրբեջանի քաղաքական որոշման մասին ենք մենք տեղեկություն ստանում, որ Տաշկենտում հանդիպելով կենտրոնասիական հնգյակի հետ Ալիևը իր որոշման մասին է հայտնել, որ Ադրբեջանը միանում է կենտրոնասիական հնգյակին։ Հիմա մյուս կողմից մենք մեծապես կարևորում ենք կենտրոնական Ասիայի նշանակությունը այս միջին միջանցքի համատեքստում, բայց այստեղ նուրբ հարց կա։ Եթե Ադրբեջանը ինտեգրվում է կենտրոնական Ասիային, մենք փաստորեն Հայաստանը եւ Վրաստանը ելնելով իրենց պատմությունից, մշակույթից, հասարակական հյուսվածքից, հասարակության մեջ արմատավորված արժե համակարգից մեր նախապատվությունը, այսպես ասենք, Եվրոպայի կողմն է, հա? Եվ դա միանշանակ է, եւ ի վերջո այս միջին միջանցքը այն մասին է, որ Եվրոպան կապվի կենտրոնական Ասիայի հետ, սա գործընկերություն է, սակայն մենք մեզ ավելին այսպես Եվրոպացիների հետ ենք նույնականացնում, քան կենտրոնական Ասիայի։ Այստեղ խնդիր չկա, որ պետք է դրվի եւ այսպես երկարաժամկետ ռազմավարությամբ լուծվի։ Ինչ դիտարկումներ ունեք սրա հետ կապված։ Նայեք, ազնիվորը մեկը մյուսի հետ կապ չունի, այսինքն կենտրոնական Ասիան չի մրցում Եվրոպական միության հետ կամ Եվրոպայի հետ։ Այդ առումով այն արտաքին քաղաքականություն չէ, որ կամ այս կողմը կամ այն կողմը։ Չկա տենց։ Այդ առումով այդ առումով ես այստեղ խնդիր չեմ տեսնում եւ դա մի քիչ կբացատրեմ Իվարկյանից, բայց ուրիշ բան կուզեի նշեի։ Նայեք, Ադրբեջանը իսկապես մտահոգված է որ առումով, որ իրենք չի նախատեսել, որ Հայաստանը կարողանալու է 1-1.5 տարում ունենա այն առաջադիմություններ, որ մենք ներկայիս ունենում ենք։ Նամանավանդ Միացյալ Նահանգների հետ, նամանավանդ այն աշխատանքներ, որ մենք Վաշինգտոն DC-ում տանում ենք։ Դուք մի քիչ առաջ նշեցիք, որ մեր դեսպանը Նարեկ Մկրտչյանը Silicon Valley գնաց Nvidia-ի ներկայացուցիչների հետ հանդիպե, Apple-ի ներկայացուցիչների հետ հանդիպե եւ այն Google-ի եւ այն հուշագիրերը, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների հետ կապված կնքեց Միացյալ Նահանգների հետ, դա թույլ է տալու Հայաստանը դառնա իսկապես Եվրազիայի ամենահզոր եւ ամենազարգացած տեխնոլոգիայի կենտրոնը։ Ադրբեջանը, որ սա տեխնում է, իրենք հասկանում են, որ հեռանկարի տեսանկյունից սա խնդիր է, որտեղ Հայաստանի տնտեսությունը զարգանալու է, իր տնտեսությունը դիվերսիֆիկացիայով զբաղվում եւ իրենք բնականաբար չեն կարողանալու մրցեն, որտեղ իրենց ամբողջ տնտեսությունը հիմնված է նավթի եւ էներգետիկայի վրա։ Այդ տեսանկյունից Ալիևը ճկուն ռազմավարություն է փորձում բարի եւ այլ ընտրանքներ եւ տարբեր ճանապարհներ գտնի։ Այսինքն այդ առումով չպետք է մոռանանք այն առաջադիմումները, որ մենք տեսնում ենք Հայաստան-Միացյալ Նահանգների հարաբերություններում եւ Հայաստան-Եվրոպական միության հարաբերություններում, բայց նամանավանդ Հայաստան-Միացյալ Նահանգների տնտեսական հարաբերություններում սա շատ մտահոգիչ է Ադրբեջանի համար։ Ինչի համար, նույնիսկ բաներ նշեմ։
Ներկայիս Ադրբեջանը սա քննարկել ենք անգամ ակնհայտ է որ նա 4 հատ լոբինգ կազմակերպություն է Վաշինգտոն DC-ում մի հատ էլ ավելացրեցին որ այդ լոբինգ ընկերությունը զբաղվել է սոքարի շահերով Վաշինգտոն DC-ում այսինքն ինչն է գալի ահագին ռեսուրս է Ալիևը եւ Ադրբեջանը հատկացնում Միացյալ Նահանգներում որ գոնե կարողանան մրցեն Հայաստանի դեմ Իսկ այդ մրցումը չեմ ասում որ մտնեն հակամարտության տիրույթի մեջ բայց նույնիսկ իրանց տեսանկյունից մրցակցության մեջ Այո, մրցակցության սա խնդիր է, որը իրենք պարտվում են, այս վերջի 7-8 ամիսը իրենք պարտվում են, դրա համար իրանք մտահոգված են։ Ինչին են գալի։ Եթե դա հասկանում ենք, մենք պետք է նայենք Միացյալ Նահանգները ինչ է անում մեր տարածաշրջանում եւ ինչ է անում Կենտրոնական Ասիայում։ Եվ ես երկար տարբեր խոսակցների մեջ քննարկել ենք, որ բացատրում է, որ ոնց է Հայաստանը դառնում տարածաշրջանում Միացյալ Նահանգների համար անկյունակար, Ղազախստանը դառնում է Միացյալ Նահանգների համար Կենտրոնական Ասիայում այդ տարածաշրջանի անկյունակար։ Եվ այդ առումով, եթե հիշենք, մոտարապես մեկ շաբաթ առաջ, երբ որ ես Վաշինգտոն DC-ում էի, ամբողջ Կենտրոնական Ասիայի ղեկավարները այնտեղ էին։ Եվ ես այդ հանդիպումներին մենք տեսանք, որ Ղազախստանը միացավ Աբրահամի ակորդներին։ Դա պատահական չի։ Եվ երբ որ Ադրբեջանը նայում է, որ Ղազախստանը ինչ արեց եւ Կենտրոնական Ասիան դարձրել է կարևոր մի տարածաշրջան Միացյալ Նահանգների համար, Ալիևը փորձեց ճկուն ռազմավարություն վարի։ Ինքը ասաց, որ եթե Միացյալ Նահանգների համար Կենտրոնական Ասիան կարևոր է, եթե տեսնում են, որ Միացյալ Նահանգները Ֆրանսիայի հետ Սա շատ կարևոր նշենք, երկրորդ ֆրոնտ են բացում Ռուսաստանի դեմ Կենտրոնական Ասիայում, բնականաբար Ադրբեջանի շահերը բխում է, որ նա միանա այդ Կենտրոնական Ասիական երկրներին եւ C5-ի անդամ դառնա։ Այդ առումով ոչ է սա հակահայկական քայլ է, դա շատ մակերեսային մոտեցում է ազնիվորեն։ Այլ Ադրբեջանը փորձում է իր կարևորությունը Միացյալ Նահանգների եւ Թրամփի վարչակազմի աշխարհին բարձրացնի եւ նույն ժամանակ հասկանալով, որ եթե հարավային Կովկասը արդեն այլևս Ռուսաստանի ազդեցության գոտի տակ չի եւ Կենտրոնական Ասիան օրում է Ռուսաստանի ազդեցության կարողություններից դինամիկան փոխվում է եւ Ալիևի համար սա շատ կարեւոր է որտեղ երբ որ մենք քննարկում ենք միջին այս միջանցքը middle corridor որ անգլերենով ասում են որ կապելու է Կենտրոնական Ասիայից մինչև Եվրոպա եւ այս trip ճանապարհը շատ կարեւոր մի մասն է կազմելու Ալիևի շահերը բխում է որ նա ոչ թե միայն լինի կարեւոր դերակատարներից մեկը բնականաբար հարավային Կովկասում բայց նույն ժամանակ ինտեգրված եւ ներգրավված լինի Կենտրոնական Ասիայի գործընթացներին եւ նորից նշում եմ որ Ղազախստանը միացավ Աբրահամ ակորդներին եւ Միացյալ Նահանգների համար դարձավ այդ տարածաշրջանի ապագա անկյունակարից մեկը Ալիև այստեղ գիտակցեց, որ շատ կարևոր է լինելու ինքը միանա այդ կազմակերպությանը։ Երկրորդը շատերի համար իսկապես անհասկանալի կամ հանելուկ է լինելու, որ ինչ գործ ունի մի երկիր հարավային Կովկասում միանում է այս Կենտրոնական Ասիայի երկրների հետ, այս տարբեր տարածաշրջանի երկրների հետ։ Քաղաքագիտության ոլորտում կարող եմ ասեմ քաղաքագետների մեծամասնությունը երկար ժամանակ համարել են Ադրբեջանին որպեսզի Կենտրոնական Ասիական երկիր։ Այսինքն երբ որ նայում ես հատկանիշները իրենք բռնապետական են, իրենց իրենց տնտեսությունը ամբողջովին հիմնված է նավթ եւ էներգետիկայի վրա, իրենք հասարակություն չունեն, իրենց կառույցները, այսինքն նմանվում է եւ տարբերվում է Հայաստանի կամ Վրաստանի կամ այն երկրների ոնց որ դուք նշեցիք, որ Եվրոպային են ավելի նմանվում։ Այսինքն Ադրբեջանի բոլոր հատկանիշները իրենց մուլտիվեկտոր արտաքին քաղաքականությունը, իրենց ներքին բռնապետական համակարգը նույնն են։ Այդ առումով շատ երկար ժամանակ քաղաքագետները համարել են Ադրբեջանին որպեսզի Կենտրոնական Ասիական երկիր, որը գտնվում է հարավային Կովկասում։ Այդ առումով այստեղ շատ դժվար չի հասկանալը, որ ինչու է Ալիևի համար շատ բանը նորմալ։ Այսինքն շատ հեշտ այս մոտեցումը։ Նույնանուն մշակույթի խնդիր կա։ Երկու երկրների քաղաքական մշակույթը եւ
այսինքն լայն մասշտաբով իրենց ամբողջ մշակույթները այնտեղ շատ նմանություններ կան։ Այդ առումով սա տրամաբանական է եւ այստեղ ես լուրջ խնդիր չեմ գտնում եւ այստեղ ես հակահայկական քայլ չեմ գտնում։ Նույն ժամանակ, երբ որ մենք տեսանք մեր վարչապետը իր այցը ներկայիս Ղազախստան, սա հասկանալի է, որ Ղազախստանը Հայաստանին դուրս չի թողում։ Նորից, որովհետեւ եթե Հայաստանը դարձել է Միացյալ Նահանգների համար, Արևմուտքի համար մեր տարածաշրջանի անկյունակարը, Ղազախստանը դառնում է Կենտրոնական Ասիայում անկյունակարը եւ տանում է նույն դերը եւ դա այդ նույն դերը տանելը նա գիտակցում է, որ շատ կարեւոր ինքը ամուր հարաբերություն ունենա մյուս անկյունակարի հետ, որը Հայաստանն է։ Այդ առումով Հայաստանը դուրս չի մնում եւ ներգրավված է լինում այս գործընթացին։ Եվ եթե նայենք մենք այս նյուանսները եւ այս բազմաշերտ դիվանագիտական պարը, որ իրականացնում է, Հայաստանը շատ ճիշտ է վարում, Ադրբեջանը միշտ է շատ խելացի ձևով վարել, բայց կարևոր որ մենք հետ չենք ընկնում։ Եթե անցյալում մենք նստում սպասում ենք, որ տեսնենք Կրեմլինը ինչ է ասում, ինչ չի ասում, ոնց անենք, ոնց չանենք, ներկայիս դերում մենք որոշում ենք շատ ակտիվ, պրոակտիվ արտաքին քաղաքականություն ենք վարում։ Եվ այս վարչապետի այդ Ղազախստան դա մի շատ կարևոր օրինակ է, որ այո, Ադրբեջանը միանում է C5-ին, բայց տեսնում ենք, որ Հայաստանին է դեղ են տալի եւ կարեւորություն են տալի եւ դա բնականաբար թույլ է տալու որ Հայաստանը մեր շահերը Կենտրոնական Ասիայում ավելի ամրապնդենք։ Պարոն Կոպալյան, միջին միջանցքը վերջանում է միջերկրական ծովի եւ Սև ծովի նավահանգիստներում, հա, ըստ ճարտարապետության դա նշանակում է Թուրքիա եւ Վրաստան։ Վրաստանից մենք քննարկեցինք, սակայն Թուրքիայի հետ դեռ հարցերը մնում են արկախված։ Եվ այստեղ շատ ուշագրավ է Ֆիդանի հայտարարությունը այն մասին, որ այո, մենք մոտենում ենք կոնկրետ քայլերի արդեն շրջափուլին, այն հեռու չէ, բայց դրա համար դա կլինի միայն Հայաստան-Ադրբեջան պայմանագրից հետո, ստորագրումից հետո, ասելով, որ հակառակ դեպքում դա կարող է դեմոտիվացնել Հայաստանին այդ խաղաղության պայմանագիրը ստորագրել Ադրբեջանի հետ։ Դրանից ժամեր անց Արարատ Միրզոյանը հանդես եկավ Armenpress-ին այդ հարց-պատասխան ձևաչափով, ասելով, որ իրականությունն այն է, որ ամեն ինչ հակառակն է, այսինքն Թուրքիայի կողմից առաջանցիկ քայլերը միայն կխթանեն այդ խաղաղության համաձայնագրի կնքման այդ ճանապարհը արագանցնելը, հա։ Ինչ զարգացումներ այստեղ կան եւ ինչ դեպքերի ընթացք եք տեսնում այստեղ, համեցեք։ Երևի ճիշտ կլինի ձեր հետ մի գաղտնիք իստեմ, եթե կարելի է։ Նայեք, սա Հայաստանի հետ կապ չունի։ Շատերի համար ասում եք ոնց դա տրամանաբանական չի եւ այլն։ Իսկապես Ֆիդանի հետ արտահայտությունը Հայաստանի հետ կոնկրետ զուտ կապ չունի, եւ բացատրեմ։ Երբ որ Թուրքիան փորձում էր F-35 ինքնաթիռները, ռազմական ինքնաթիռները գնել Միացյալ Նահանգներից, բնականաբար Բայդենի վարչակազմը իրենց ասացին ոչ, բայց երկար բանակցություններ գնացին։ Եվ այդ ժամանակ Էրդողանը Բայդենի վարչակազմին ասաց, որ այս բանակցության փաթեթը, որ մենք կազմում ենք, եթե դուք համաձայնվեք մեզի F-30-ները ծախեք եւ այլն, մենք պատրաստ ենք այս փաթեթի մեջ ներգրավենք Հայաստան Թուրքիա կարգավորման խնդիրը։ Այսինքն դուք թույլ տվեք մենք առնենք այդ F-35 ինքնաթիռները եւ շարունակենք այն հարաբերությունները, որ ունենք զուտ այդ սպეციფიկ ոլորտում եւ տարբեր խնդիրներից բացի մենք պատրաստ ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորենք։ Բայդենի վարչակազմը ասաց շնորհակալ ենք այդ առաջարկման համար, բայց դա մեր համար այն մակարդակի կարևորություն չունի։ Եվ մենք ներկայիս պատրաստ ենք ձեզի այդ F-30-ները ծախենք։ Սա իմանալով սա հրապարակված չի եղել, բայց ներքին բանակցությունների մեջ մենք գիտենք, որ
Թուրքիան առաջարկել է, որպեսի որ միայն ոչ թե միայն դիվանագիտական գործիք, այլ բանակցական գործիք, որտեղ նա ինչ է նա կարող ստանալ Միացյալ Նահանգներից։ Այսինքն Թուրքիան օգտագործում է այս կարգավորման քարտը, այո, որ տեսնի նա ինչ կարող է ստանալ Միացյալ Նահանգներից։ Եվ երբ որ տեսնում ենք, որ նա օգտագործեց Բայդենի վարչակազմի ժամանակ այդ բանակցություններում, նորից եմ ասում, սա հրապարակված չէ, բայց երբ որ այստեղ ստանում եք եւ հասկանում եք ինչ է լինում։ Հիմա ավելի ակնհայտ է լինում, որ Ֆիդանը ինչ էր ասում։ Այո։ Հիմնված այդ հանգամանքի վրա հիմա եկեք հասկանանք, որ ինչու Ֆիդանը ասեց, ինչ որ նա ասեց։ Բնականաբար Թուրքիան երբ որ ուզի կարող հարաբերություններ կարգավորի Հայաստանի հետ։ Դա ակնհայտ է։ Ինչի չի անում։ Որովհետև իրենց քաղաքականությունը, իրենց ռազմավարությունը բխում է, որ իրենք մի բան ստանան, այո, եւ իրենք հասկանում են, որ եթե 5 տարի առաջ Հայաստանը չուներ այն կարևորությունը, որ Միացյալ Նահանգների որ ներկայիս ունի եւ գիտակցելով որ Հայաստանը գնալով ավելի կարեւոր է դառնում Միացյալ Նահանգներին, Անկարան ասում է մենք կարող ենք ավելի շատ դիվիդենդներ քաղենք Միացյալ Նահանգներից, ավելի շատ բաներ կարող ենք ստանանք, եթե կարողանանք այս նոր կարևոր երկիրը, որ Միացյալ Նահանգների համար դարձել է, այս կարգավորման խնդիրը օգտագործենք, որպեսզի բանակցության մեխանիզմ Այդ առումով, եթե բոլորը ասում են, որ նայեք մոտիկանում ենք կարգավորման եւ առաջարկ դիմում կա, հետո տեսնում ես Ֆիդանը ասում է, ինչ որ նա ասում է։ Բնականաբար, այո, Ադրբեջանը Բաքուն ոչ ֆորմալ վետո է ունեցել երկար ժամանակ այս կարգավորման գործընթացի վրա, որովհետեւ Անկարան միշտ ասել է, որ Բաքուի կարծիքը մեր համար ավելի կարեւոր է։ Բայց այն հանգամանքները, որի վրա հիմնել էին իրենց ապակառուցողական դիրքերը Հայաստանի հանդեպ Թուրքիան իրենք այլևս դրանք չունեն։ Ինչ են անում հիմա, կոպիտ ասած արհեստական խոչընդոտներ են ստեղծում։ Նայեք, ասում էին Արցախի խնդիրն է, հետո սա է, հետո նա է, հետո նա է, հիմա այս բոլոր խնդիրները, որ ներկայիս բանակցության սեղանի վրա չկան, իրենք ասում են խաղաղության գործընթացը։ Բայց իրենք շատ լավ գիտեն, որ այս խաղաղության գործընթացը երկար ժամանակ է տևելու եւ ոնց որ Արադ Միրզոյանը նշեց, Թուրքիայի մոտեցումը տրամաբանական չէ։ Այսինքն մենք ուզում ենք, Թուրքիան ասում է, խաղաղության պայմանագիր կնքվեն, բայց մենք չենք դիմելու այն քայլերին, որը այդ հավանականությունը կբարձրանա։ Հակառակը, մենք այսինքն մենք օգտագործելու ենք մեր կարողությունները Հայաստանի դեմ, որը գիտենք այն կողմն է, որ խաղաղություն է ուզում եւ այն կողմն է, որ ամենակառուցողականն է եղել, մենք իրենց պատիժելու ենք մինչեւ երբ։ Այդ առումով ակնհայտ է, որ սա միայն Հայաստանի հետ կապված չի եւ սա միայն խաղաղության գործընթացի խնդիրը չի։ Ֆիդանը ասում է, որ փակնված փակձևի ինչ եմ ես կարող ստանալ Միացյալ Նահանգներից։ Եվ եթե Միացյալ Նահանգները մեզի մի բան առաջարկեն, որ բնականաբար մեր համար ընդունելի է, իհարկե իրենք ճանապարհներ կբացեն եւ կարգավորման գործընթացը կշարունակեն։ Այդ առումով մենք պետք է նայենք Ֆիդանի եւ Թուրքիայի դիրքորոշումը այս եզրույթի մեջ։ Երբ որ այս տեսանկյունից ենք նայում, արդեն ակնհայտ է լինում, որ ինչու Ֆիդանը ասեց, ինչ որ նա ասեց։ Եվ սա ինչքան կարող է շարունակվել, պարոն Կոպալյան։ Դա Միացյալ Նահանգներից է կապված, որովհետև Միացյալ Նահանգները, երբ որ ես քննարկում էինք State Department-ում անցած շաբաթ, Միացյալ Նահանգները ակնհայտելի ասեցին, որ բնականաբար եթե ապաշրջափակման խնդիրը չլուծվի, այս լայն ծրագրի մասին, որ մենք քննարկում ենք տարածաշրջանում ամբողջ այս ծրագիրը իրականացվեն, թրիպը կառուցվի եւ այլն, դա չես կարող ունենաս, եթե Ադրբեջան կնեք Թուրքիան շարունակում է իր ներկայացրած դիրքերով։ Այո, այսինքն չես կարող ապաշրջման մասին խոսած, բայց ամենակարևոր դերակատարներից մեկը բլոկադայով է զբաղվում։ Դա Միացյալ Նահանգները հասկանում են եւ դրա համար իրենք ճնշում են դնում Թուրքիայի վրա։ Նույն ժամանակ, երբ որ Թուրքիայի վրա ճնշում է լինում, Թուրքիան տեսնում է, ասում է, ուրեմն սա շատ կարևոր է, ավելի կարևոր է Միացյալ Նահանգների համար։ Ինչքան որ կարևոր է Միացյալ Նահանգների համար, ուրեմն սա ավելի դառնում է ավելի կարևոր խնդիր մեր համար։ Եթե մի հարցի կարևորությունը գնալով բարձրանում է, բնականաբար իրենք ասում են, որ սա դառնում է ավելի թանկ դիվանագիտական գործիք, ինչ են կարող սրանից շահել։ Այո, բայց նորից հարցի պատասխանը Միացյալ Նահանգներն է գալու։ Նույն ժամանակ այո, Միացյալ Նահանգները պետք է Թուրքիային հարցնի, որ ինչ է ուզում։
ինչ եք ուզում, որ կարգավորման գործընթացը սկսենք։ Այո, ինչ եք դուք ուզում։ Չենք հասել այդ խոսակցության, բայց հարցի պատասխանեմ ժամանակի հարց է։ Շուտով այսինքն այդ թեման է քննարկվելու։ Շատ շնորհակալ եմ, պարոն Կոպալյան։ Ձեր այս շատ կարևոր դիտարկումները եւ գնահատականները, նաեւ տեղեկությունները մեր հեռուստադիտողին ներկայացնելու, ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար, որ առաջ ձեզ սպասում ենք Երևանում, միշտ հաճույքով ձեզ հետ նոր հանդիպմանը։ Դե ինչ, միշտ նոր հանդիպում, ամենայն բարիք։ Շնորհակալ եմ, հաջողություն ձեզ։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր պրոֆեսոր Ներսես Կոպալյանի հետ Լաս Վեգասից, Նևադայի համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնից, լսեցինք իր դիտարկումները կապված հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ընթացիկ փուլի, այս վերջին նորությունների, Հայաստանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների առաջին հերթին Ղազախստանի հետ հարաբերությունների զարգացման, նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների այս վերջին զարգացումների հետ։ Այսօր թերևս այսքանը հարգարժան տիկնայք եւ պարոնայք, կհանդիպենք արդեն Կիրակի օրը մեր Կիրակնորյա լրատվական վերլուծականի շրջանակներում, խաղաղություն եւ բարի նոր ձեզ։